Մինչ ամբողջ աշխարհը շունչը պահած սպասում էր, երբ են ամերիկյան ռումբերը հասնելու Իրան, Թրամփի սպառնալից հայտարարություններից հետո նահանգների ղեկավարը գրչի մի շարժումով է պատժում Իրանին։ Ռազմական գործողությունների հնարավորությունը թեև ներկայդրությամբ սահմանափակ է, իսպառ վերացված չէ։ Թրամփի նոր հրամանագիրը ոչ միայն հարված է մեր հարևան պետությանը, այլև Իրանի առևտրային բոլոր գործընկերներին։ Ցանկացած պետություն, որ առք ու վաճառք կանի Թեհրանի հետ, 25% մաքսատուր կվճարի նահանգների հետ առևտրային բոլոր գործարքների համար։ Չինաստանը դեմ է ցանկացած միակողմանի ապօրինի պատժամիջոցների, արձագանքելով Թրամփին հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը։ Պեկինը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, ասել է դեսպանատան խոսնակը։ Չինաստանը իրանական ապրանքների արտահանման հիմնական ուղղություններից է, տարեկան գրեթե 10 միլիարդ դոլարի ապրանք են ներկրում։ Իրանն աշխարհից ամբողջությամբ մեկուսացնելու փորձեր է անում Վաշինգտոնը, նկատում են իրանագետները։ Իրանին մեկուսացնելու, Իրանի վրա հավելյալ ճնշում գործադրելու եւ առիթում ունեցել նշելու Իրանին փորձում են այս ամեն ինչը, այս փաթեթը, որ հիմա տեղի է ունենում, անկարգություններ Իրանում, արտաքին ճնշումներ եւ բոլորի նպատակը մեկն է՝ Իրանին վերադարձնելու բանակցային սեղանի շուրջ։ Թեհրանը դեմ չէ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ։ Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն այսօր վերահաստատել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Սակայն Իրանը չի պատրաստվում զինաթափվել, հրաժարվել իր հրթիռային ծրագրից, նախապայմաններ, որ առաջ է քաշում Վաշինգտոնը։ Իրանը չի խուսափում բանակցություններից, երբեք չի հրաժարվում բանակցություններից, բայց առանց նախապայմանների, այսինքն այն նախապայմանները, որոնք Միացյալ Նահանգները փորձում են պարտադրել, թելադրել Իրանին, դրանք անընդունելի են։ Իրանագետները նկատում են, որ Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, Վաշինգտոնը ցանկանում է չեղարկել նաև Իրանի ու Ռուսաստանի միջև ստորագրված բոլոր ռազմավարական համաձայնագրերը, այդպես հարվածելով նաև Դաշնությանը։ Պետության ներքին գործերին միջամտելու օտարերկրյա ուժերի փորձը անընդունելի է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի պնդմամբ։ Նա այդ մասին ասել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Ռուսաստանը պատրաստ է զարգացնել երկկողմ համագործակցությունը նախորդ տարի ստորագրված ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի հիման վրա։ Մամլիչ, այսպես կոչված ճնշումներ բանեցնեն Իրանի դեմ, Իրանը բնականաբար եւ տրամաբանորեն կարիք ունի դաշնակիցների, որոնք իրեն կօգնեն թոթափելու այս ճնշումները, գոնե թեթևացնելու։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը Իրանի այն ռազմավարական դաշնակիցներն են, որոնք այս գործում առանցքային դերակատարություն են ունենալու եւ ես կասեի, որ ինչ որտեղ բխում են նաեւ իրենց տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերից։ Իրանը չի դադարում իր ներքին անկարգությունների համար մեղադրել նահանգներին ու Իսրայելին։ 16 օրերի ընթացքում պաշտոնապես 500 զոհի, այդ թվում 100 իրավապահի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի զոհվելու մասին է հայտնի։ Արևմտյան աղբյուրներն անգամ 2000 զոհի մասին տեղեկություն ունեն։ Ընդդիմություն կոչվածը իմ կարծիքով ճակատագրական սխալ թույլ տվեց այդ անկարգությունների փիքին, երբ դու հարձակվում ես մզկիթի վրա, այրում ես Ղուրանը, Իրանը ավանդապաշտ հասարակություն է, Իրանը կրոնապաշտ հասարակություն է, սրանք չեն ընկալվում, անընդունելի են Իրանի հասարակության ստվար մի զանգվածի կողմից։ Փորձագետները նկատում են, որ անկարգություններ հրահրողները քչացել են Իրանում երկուշաբթի, իշխանամետ իրանցիների բազմամարդ ակցիաներից հետո, երբ նաև նախագահ Փեզեշքյանն էր քայլում։ Թեհրանի քարտեզը ով որ գիտի, Թեհրանի մասշտաբները ով որ գիտի, այդ ցույցի ձգվածությունը միայն Թեհրանում, մյուս քաղաքների մասին չեմ խոսում։ Վկայում էր այն մասին, որ բազմամիլիոնանոց ցույց է սա։ Ոչ մի իշխանություն նման ռեսուրս չունի այդքան մարդ փողոց հանելու։ Արդյոք ողջակի զոհները, կրակողները, քանդողները վերջնական հեռանում են իրանական քաղաքների փողոցներից, կրակը մարում է, պարզ կլինի այս հինգշաբթի եւ ուրբաթ Իրանում հանգստյան օրերին։ Իրանաբնակ Արամ Շահնազարյանի խոսքով մեր հարևան երկրում սովորաբար հանգստյան օրերին են ամենաթեժ ցույցերը լինում։
Բախումների ընթացքում չտուժելու համար նահանգներն իր քաղաքացիներին հորդորում է դուրս գալ Իրանից, Հայաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի ցամաքային սահմաններով։ Արևելագետները կարծում են, որ գերտերությունն այս հայտարարությամբ տպավորություն է ստեղծում ամբողջ աշխարհի համար, թե վտանգավոր է Իրանում։ Գայանե Մովսիսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։